Բարև ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Հուսով եմ բոլորիդ մոտ ամեն ինչ լավ է։ Լավն ու բարին բոլորիդ հետ, սիրելիներս։ Ճիշտ ասած, մենք մի քիչ անհանգստացած ենք։ Հավանաբար բոլորդ էլ տեսել եք, թե ինչպես էր այրվում Դիլիջանի անտառները, ինչպես էին կենդանիները փախչում։ Այդ սարսափելի տեսարանը ահավոր էր, ժողովուրդ ջան։ Փառք Աստծո, հաջողվեց սմարել բոլոր կրակի օջախները։ Հուսով ենք անտառի կյանքին շատ վնաս չհասցրեց։ Դիլիջանը Հայաստանի դրախտն է եւ բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք այս հրաշք բնությունը։ Անցնենք մեր գործին։ Այսօր պատրաստելու ենք գաթա։ Ցավոք չունենք թոնջի հնարավորություն, որ ձեզ համար մի հատ լավ հայկական ավանդական գաթա պատրաստեմ, բայց խոստանում եմ, որ մի գեղեցիկ օր գյուղական միջավայրում դա անպայման ձեզ համար կանեմ։ Իսկ այսօր կպատրաստենք տան պայմաններում շերտավոր գաթա։ Սիրելիներս, ես մեկնաբանություններում մանրամասը բաղադրությունը կգրեմ։ Մեզ անհրաժեշտ է 2 ձվի դեղնուց, քացախ, ձիթայուղ, աղ, կիտրոնի աղ, ալյուր, խորիզի համար մեզ անհրաժեշտ է շաքարավազ, ալյուր, յուղ եւ ընկույզ։ Ինչպես արդեն ասացի, մեզ անհրաժեշտ է 2 ձվի դեղնուց, ավելացնում ենք գոլ ջուր, 2 բաժակ ջուր ավելացրինք, ավելացնում ենք ձեթը, նորից խառնում ենք, այնուհետև քացախը, ավելացնում ենք աղը եւ կիտրոնի աղը։ Սիրելի հետևորդներ, նորից հիշեցնեմ, որ չափաբաժինները ներկայացված է նկարագրության բաժնում։ Հիմա քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրը։ Հիմա խմորը տեղափոխում ենք սեղանի վրա։ Իդեպ շատ սպասված էր այս գաթան իմ հետևորդների համար, միշտ մեկնաբանություններում գրում էին, որ մի օր էլ խորիզով գաթա պատրաստեմ, եւ ես չմերժեցի շատ մեծ սիրով, սիրելի հետևորդներ, պատրաստում ենք մեր շերտավոր գաթան։ Շատ համեղ եւ մատչելի։ Ես ընտրել եմ այնպիսի տարբերակ, որ բոլորիդ համար հարմար լինի։ Այսպիսի տեսք պետք է ունենա մեր խմորը, այնքան պետք է հուցենք, որ խմորը չկպնի ձեռքերին։ Տեսնում եք, սիրելիներս, ինչ լավ խմոր է ստացվել, այնքան պետք է հուցենք, որ ստանանք այսպիսի խմոր, որպեսզի մեր գաթան հաջող ստացվի։ Հիմա խմորը բաժանում ենք 4 մասի։ Եվ այսպես գնդիկներ ենք անում եւ տեղափոխում տոպրակի մեջ։ Այսպես։
Խմորը պետք է իր խոնավությունը պահպանի։ Եթե խմորը չորացավ, հաջող չի ստացվի մեզ մոտ գաթան։ Ահա, սիրելիներս, թողնում ենք կես ժամ հանգստանա։ Կես ժամ հետո նորից կշարունակենք մեր գործողությունները։ Մեր խմորը 30 րոպե հանգստացավ։ Հիմա հանում ենք և ձեռքերով այսպես բացում ենք։ Խմորը այս չափսի բացում ենք։ Ինձ մոտ մարգարին է, մարգարինը ավելի լավ է ստացվում։ Եվ այսպես խմորը հավաքում ենք։ Շրջում ենք, նորից դնում ենք կես ժամ հանգստանա։ Մենք նորից ծածկում ենք, որ խմորը փափուկ մնա։ Եվ այսպես բոլոր գնդերը։ Կես ժամ էլ թողնում ենք այս վիճակով հանգստանա, կես ժամ հետո նորից կշարունակենք մեր գործողությունները։ Լրացավ մեր 30 րոպեն։ Նորից դնում ենք սննդային տոպրակի մեջ, ևս թողնում 30 րոպե հանգստանա։ Նույնը կրկնում ենք այս 3 գնդերի հետ։ Սիրելի հետևորդներ, մեր 30 րոպեն լրացավ, բացովի տարբերակը պետք է կրկնենք երկրորդ անգամ։ Հիմա արդեն պետք է կրտնակենք։ Խմորը պետք է կրտնակենք մի ուղղությամբ և շատ բարակ, որպեսզի շերտերը ճիշտ ձևավորվեն։ Եվ այսպես կրկնում ենք մյուս 3 գնդերը։
Սիրելի հետևորդներ, արդեն հասանք վերջին գործողությանը։ Մեկ անգամ էլ բացում ենք մեր խմորները եւ արդեն կթխենք մեր գաթան։ Սիրելի հետևորդներ, հիմա պատրաստում ենք խորիզը, մեզ անհրաժեշտ է 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ալյուր, յուղ եւ եթե ցանկանում եք ընկույզ։ Ընկույզը պարտադիր չէ, բայց ովքեր ցանկանում են, կարող են խորիզի մեջ օգտագործել։ Պետք է կտրատենք ընկույզը։ Մարդիկ կան, որ բլենդերով աղում են ընկույզը, բայց ոչ, կտրատած ավելի համեղ է լինում։ Գաթան ուտելիս, երբ զգում ենք ընկույզի առկայությունը։ Ընկույզը ավելացնում ենք մասսային եւ լավ խառնում ենք ձեռքերով։ Պետք է ձեռքերով աշխատենք, որպեսզի զգանք երբ է պատրաստ լինում խորիզը, ել չեմ ասում, որ մատների էներգիան ուտելիքին տալիս է յուրօրինակ համ։ Կարծես թե արդեն պատրաստ է մեր խորիզը, այս ընթացքում ավելացնում ենք մի փոքր վանելին։ Մեր խորիզը արդեն պատրաստ է, պետք է այսպես, նայեք ինչ ընտիր խորիզ ստացանք։ Խորիզը տեղափոխում ենք խմորի վրա, այսպես հավասար տարածում ենք, եւ փաթաթում ենք։ Ծայրերը ամրացնում ենք, որպեսզի ավելի ապահով լինի։ Գաթայի երեսին քսելու համար վերցնում ենք ձվի դեղնուցը, մի փոքր ձեթ ենք ավելացնում, որպեսզի ավելի գունեղ լինի, ավելի ախորժելի լինի, կարող եք ավելացնել ձեթի փոխարեն մի փոքր կաթ։ Հիմա տեղափոխում ենք ջեռոց, ջեռոցում պետք է եփի 180 աստիճանի տակ։ Եթե ուզում եք մի փոքր փափուկ լինի, թխում ենք 180 աստիճանի տակ։ Եթե ուզում եք խրթխրթան լինի, 190 աստիճանի տակ։ Եփվելու ընթացքում, քանի որ գաթաները բավականին մեծանում են, տարայի մեջ պետք է ազատ շարվի։ Ահա եւ վերջ, մեր գաթաները պատրաստ են։ Դե ինչ սիրելիներս, ավարտեցինք մեր գաթայի պատրաստումը, շատ մատչելի եւ համեղ գաթա է ստացվում։ Փորձեք եւ մեկնաբանություններում ինձ հետ կապ հաստատեք, տեսնեմ ինչպես է ձեզ մոտ ստացվել։ Այս նույն խմորից կարող եք պատրաստել խաչապուրի եւ այլ քաղցրավենիքներ։
Շնորհակալություն, որ ինձ հետ էիք։ Խնդրում եմ գնահատեք իմ այսօրվա աշխատանքը, լայքելով տեսանյութը, եւ եթե չեք բաժանորդագրվել իմ ալիքին, խնդրում եմ նաեւ դա արեք, սեղմելով զանգակի կոճակը։ Ձեզ հետ Նունեն էր, կհանդիպենք հաջորդ համեղ Բաղդադատոպսի շրջանակներում։ Լավն ու բարին ձեր ընտանիքներ։